դուք դրեք առանց ողջունել։ Այսպես այսօր կաթեդրալի մեջ Մատթեոսի մեզի ծրվարքը պատմում է, որ Քրիստոս ակամը մեկ կողմ առանցին կաշված էր, և մենք դա տեսնենք Քրիստոսի կյանքի զանազան առիթներով, ինքը անպայման կփորձեր առիթ գտնել, որպեսզի առանցնանա։ Եվ սա առանցնությունը հետաքրքրական է, որ ինչու համար կաթեդրալիչը մեզի կուզեցնել, որ Քրիստոս առանցնանում է։ Այսինքն դա ուզում է մեզ սովորեցնել, որ առանցնական կյանքը մեզ մեր յուրաքանչյուրի համար շատ կարևոր է։ Շատ հաճախ մենք այս աշխարհի աղբյուրի մեջ ենք դուրս գալու, մեր անձնական պրոբլեմներից դուրս գալու համար լավագույն ձևն է, որ մենք առանցնանանք։ Պայման չէ, որ առանցնանանք դրանք կրակածը, բայց ամեն մարդ կարող է առանցնանալ նույնիսկ իր սերիալի մեջ, իր դառը մեջ, որպեսզի սկսի մտածել իր մասին, դե ինքն իրանից ինչ է ներկայացնում։ Կամ հաջորդ իրեն և իրան ներկայությունը այս երկրի մեջ ինչի համար։ Աստծուն նպատակ է ինձ և քեզ ստեղծելու համար ինչ։ Մենք հաճախ մտածում ենք, որ մենք եկել ենք աշխարհ, պարզապես որպես թիվ, որպեսզի ամբողջացնենք այս մարգարակը և մի քանի տասնյակ տարիներ վերջը այս աշխարհից պիտի մեկնենք և հետո ուրիշ մարդիկ պիտի կան և այսպես շարունակաբար, բայց Աստծուն համար այս ծրագիրը դարձել է։ Յուրաքանչյուր մարդու ստեղծել է ինչ-որ մի նպատակ, ինչ-որ մի ծրագրի համար, և նրա համար, որպեսզի մենք իմանանք թե այդ ծրագիրը ինչ է, մենք չենք կարող ողբի մեջ ունալով, աղբի մեջ ունալով հասկանանք, որպեսզի մենք հասկանանք, որպեսզի մենք լսենք Աստծո ձայնը, պետք է մենք առանցին։ Առանցին մեր անձին հետ և առանցին Աստծո։ Եվ նույնիսկ մի օր, որ Քրիստոսին հարցրեցին աղբի մասին, ասեց բդիր քո սերիալը, ադիր քո աղբի, Աստված ձեզ լսում։ Այնպես որ այս առանցնական կյանքը շեշտելու համար և մեզ սովորեցնելու համար առանցնական կյանքի կարևորությունը դրա համար է, որ կաթեդրալից մեզ կողմ։ Բայց եկեք և տեսեք, ինչպես որ մենք, երբ որ ուզում ենք առանցնանալ, թեկուզ և հեռախոսներն էլ անջատենք, թեկուզ և մարդկանցից էլ անջատենք, մենք պատահում է, որ մարդիկ մեզ ուզում են փակարել, և դա է, որ մենք ոչ թե մարդիկ են ուզում փակարել, այլ ինչ-որ մի չար ուժ փորձում է մարդկանց մոդել մեզ անհանգստացնելու, մեզ փակարելու, որպեսզի այդ լավը մեր և Աստծո միջև գտնի։ Եվ ասի Քրիստոսն էլ պատահեց Քրիստոսի հետ, և որ ինքը առանցնացավ դրանց, ասում է ժողովուրդը իրան եկան, իրան գնան և եկան հավաքվեցին իրար շուրջը։ Եվ երբ որ արդեն երեկո եկավ, գիշեր եկավ, առաքյալները մտահոգվեցին, ասեցին, որ այս մարդիկ այս ամայի տեղը եկել են այս համտարեք, բայց ասում են, որ առաքյալները մտահոգվեցին և գնացին Քրիստոսի մոտ, ասեցին, դե այս մարդկանց արձակի թողնան, որովհետև գիշեր եկավ, այստեղ ոչ խանութ կա, ոչ մի հաց առնելու տեղ կա, և այս մարդիկ սոված են առավոտվանից որ հետև են։ Եվ մենք Քրիստոս իրանց ասում այս նշանավոր խոսքը, ասում է դուք դրեք նրանց ողջունել։ Բայց թե առաքյալները Քրիստոսի որպես անմիջական մարդիկ իրենք հասկանային, ուրեմն այդ ներքին ուխնյանը, իրենք գիտեին ինչ ունեն, անմիջապես պատասխանեցին Քրիստոսին և ասեցին, ախր մենք բան չունենք։ Եղավ չեղածը մենք ունենք 5 հաց և 5 հատու, նրանցով մենք ոնց կարող ենք այս հազարավոր ժողովրդին կերակրել։ Տեսեք նույնիսկ աշակերտներս եկել 2024-25 տարիներ առաջ, երբ որ Քրիստոսի հետ էին, և տեսնում էին արդեն, որ Քրիստոսի կարողությունները անսահման են, այսինքն սահմանափակում չկա։ Նրանից առաջ տեսել էին ոնց ուրիշ մի քանի օր առաջ տեսան, որ ոնց 2 հատ հացով ամբողջ
Մտածում ենք, գիտե ես անգամ էլ դատորեն Եկեք որ Քրիստոս իրանց ասեց եւ իրենք պատասխանեցին այսպես, Քրիստոս արդեն կասեք, դեպի փոխում եք դերից։ Դրանցի դերեցին այդ հացը, դերեցին ուտը եւ Քրիստոս ընդդեմիա դերակցի հրաման դերեց աշխարհի։ Ուզում եմ ցածր եկվայ, որը սա բացում է մեր մեջ ողջունի։ Ասեց որ ավետարանը ասում է որ Քրիստոսը հրամայել ժողովրդին արաքելներին, որ ժողովրդին գնալ ստացնեն ում այդ ում։ Իմ հայրաքրական է, աստվածաբանները մտածեցին, թե ինչի պետք է Քրիստոս ասել, մարդկանց նստացրեք ում։ Չէ որ միևնույն հացն է, միևնույն ծուտն է որ բարակել, շատ հեշտ է, որ ժողովուրդը ամոթությամբ մի խումբ նստել եւ արաքելները տանի աշխարհից Բայց սա Քրիստոս ուզեց մեզ մի դաս սովորացնել, որովհետև ինքը գիտե որ ժամանակվա ընթացքին, քարերի ընթացքին տարբեր լեզուներ, տարբեր ազգեր, տարբեր ժողովուրդներ ընդունելու են Քրիստոսի հետ։ Եվ ուզեց ասել, որ ես ձեզ տալիս եմ միևնույն հաց, ես ձեզ տալիս եմ միևնույն ծուտ, բայց իմ ոտքն է ձեզ, դուք Եթե Աստված ձեզ դերադրել ինչ որ մի խումբին է, որ ես մեր բարակային դարձում է հայրսյալից արաքելական եկեղեցի, ասում է, որպեսզի միևնույն հաց ուտեք, չհենեք եւ չգնաք ուրիշները, որպեսզի միևնույն հաց նույն հաց։ Եվ այս օրինակը կներելով հաջող մեր մարդիկ մոռանում են իրենց պատկանելիությունը։ Մենք հասկանում ենք որ Եվրոպայի ամենտեղ եկեղեցիները չկան, կահանաները չկան, եւ երբեմն ստիպված ենք լինում գնալ մի այլ ուրույն եկեղեցի, որպեսզի ինտեղ մեր հոգևոր սնունդը ստանանք, ինչպես որ այսօր օրինակ մենք այցելուներ ունենք Լոբդի եկեղեցու, որ այստեղ արձակուրդի է եկել, եւ մարդու մանր է գալիս իրարի օրով, որպեսզի հոգևոր հաց ստանան, դա եթե ուրույն եկեղեցի չկա, ուրեմն ես պիտի մանկամ մի այլ ուրույն եկեղեցի, եւ ամենուր մոտ եկեղեցի ընկերների հայերն են, ասորիներն են, հույներն են եւ այլ ապար եկեղեցիները եւ մենք ընդդեմ գնանք ամբողջացնելու մեր Ուրեմն ինչ եմ ուզում ասել, Քրիստոս ում ստացրել եւ միևնույն հացը Այսինքն սեր չէ, որ մի խումբին 4 հաց ասավ, մյուս խումբին 10 հաց ասավ։ Չէ, միևնույն հացն է, որ պայմանավորեց իրարին։ Բայց այսօր ես ձեզ ուզում եմ խոսել այս բանի մասին, որ կարևոր է, որ Քրիստոս աշակերտներին ասեց, դուք դրեք նրանց օգնել։ Մենք գիտենք, որ Քրիստոսի աշակերտները եւ արաքելները ուրեմն ներկայացնում են արաքելական ուղղափառ եկեղեցի։ Այս բանը ուզում եմ ձեզ բացատրել, թե ինչ է նշանակում արաքելական, ինչ է նշանակում ուղղափառ, որովհետև սա շատերիս մոտ հստակ չէ։ Արաքելական նշանակում է այսինքն արաքելներից եկած հավատք։ Այսինքն ինչ որ արաքելները գրեցին, ինչ որ արաքելները մեզ սովորացրեցին, դա ուզում է արաքելական։ Եվ այդ ինչ որ այդ ուսուցումից դուրս է գալիս, դա այլևս արաքելական է։ Եվ Պողոս արաքելը ինքն է ասում, եթե մեկը դա ձեզի նույնիսկ հրեշտակի կերպ արաքել, եւ եթե դա ձեզի մի այլ բան սովորացնի, մի այլ բան ասի, որ մենք չենք ասում, որ մենք չենք գրել, նրանից ասում է դաշարեցեք եւ նույնիսկ նրան արեք։ Հետևաբար արաքելական գոչվում է այն եկեղեցին կամ այն հավատացյալը, որը ընդունում է արաքելական հավատք։ Ես ձեզ ասեմ, որ չմտածեք, որ երբ մենք ասում ենք արաքելական, այսինքն միայն այլ արաքելական, դա ուրիշ չէ։ Արաքելական հավատքը ունի բոլոր այն եկեղեցիները, որոնք Քրիստոսի արաքելները այցելեցին այդ երկրների վայրը
ժողովրդի եւ ոչ հարակյաները աշակերտները գնացին եւ այդ բավարար հավատքն օրինակի համար դուք մեր երկիրը ով եկավ կապեց Քրիստոսը Գավիոս եւ Պարտոմեոս արաքները եւ դրա համար դիտում ենք արաքերական, այսինքն արաքերական հաջորդականություն ունեցող եւ մի հատ կարևոր դիմացպես բացատրենք, ուրեմն մենք նաեւ մեր երեխական կարգին բոլոր հոգեբանները արաքեաների հաջորդականություն ունեն, այսինքն Դետարվեք Գավիոս Պարտոմեոս արաքյաները եկան Հայաստան, ձեռնարկեցին քահանաներ, ձեռնարկեցին եպիսկոպոսներ, այլ եպիսկոպոսներ, ձեռնարկեցին ուրիշ քահանաներ եւ ուսներ ուրիշ եպիսկոպոսներ եւ այսպեսով այդ արաքյական հաջորդականությունը հասավ մեր եկեղեցուն մինչեւ այսօր։ Այսինքն ուզում եմ ասել, որ բոլոր աշխարհի եւ մեր բարեկամ հայրենական եկեղեցու բոլոր հոգեբանները կազմում են այդ արաքելական հաջորդականությունը ունեցող աշակերտները, որոնց համար մասնավորապես այսօր Քրիստոս ասում է. դուք դրեք նրանց լողվեք, դրեք նրանց դրեք ում, դրեք լողվեք, դրեք ձեր հավատացյալներին, եւ գիտեք ասում է դուք ծրիկ ստացաք եւ ծրիկ Այսինքն արաքյանները այս բարեկային իրենք ամենօր հացը չդարան չվագայեցին երկրում բարբերին։ Ոչ էլ դարան վագայեցին այդ ժողովրդին, որ ամեն շուտ կամ ավելի ստինը ամեն հացն այլ այդ հացը իրենք Քրիստոսի ծրին են ստացել։ Եվ Քրիստոսը բարմար է գրել, ասում է, որ այն ինչ որ ծրին ստացան, դուք ծրի եք։ Բայց եկեք եւ տեսեք այսօր մեր եկեղեցին նույնիսկ այս կետում իր ուղղավորությունը գործել է։ Այսինքն մենք որոշ բաների մեջ արաքելական ենք, ուղղափառ ենք, այդ որոշ բաները, որոնք նայում են, ընդհանրապես մենք ցանց ենք տանում։ Եվ ահավասիկ պատճառը այն է, որ այսօր մենք տեսնում ենք, որ մեր խորհուրդները, մեր քսակները, գծությունները եւ այլն դրանք դարձել են վաճառքի առարկա, բայց սա Քրիստոսի ուղղափառ բառավորությունից դուրս է։ Եվ որ դու գալիս ես քահանային եւ ասում ես ուզում եմ իմ երեխան գրել, ինքը քեզ ասի, որ ես իմ $1000 պետք է դաս, իրան ասա, որ ուղղափառ ինձ պետք չի, այդ ողջունությունը ինձ պետք չի, որովհետեւ դու ես օգտագործում Քրիստոսի խոսքը, որ քեզ ասում է դու ծրի արա, ծրի դու Եվ որ դու ասում ես վաճառականության, ուրեմն այդ ու ապօրինի քանի փոխ եք տալու։ Ըստ իս ոչ մի փոխ եք չարժի։ Եվ միևնույն ժամանակ, երբ որ ասում է, որ գնացեք, գերակրեցեք, այդ խոսքը միայն խորհուրդների մասին չի, այդ խոսքը հոգևոր սննդի մասին։ Եվ որ օրինակ դնում ես մի առաջնորդի, դատում ես մի քահանայի, ասում ես, գիտես, մենք դեր ասը 20-50 հավատացյալ ենք եւ մենք ունենք հոգեվոր ասի բարիք եւ ինքը դասի որ գներես ես հաճ չդամ չես։ Սիրելի խոսից հատկից։ Ես հաճ ու ստացել որ օրը բարի չես դեր։ Դա Քրիստոս է ես ծրի, որովհետեւ դու հաճ բերես ինձ ծրի դաս։ Բայց որ դու ասես որ ես հաճ ունեմ քեզ դա։ Ուրեմն ես քո ուղղությունը, քո արագիլակությունը, քո դարկը, քո եպիսկոպոսությունը ես դնելու եմ կասկածի տակ։ Որովհետև առաջինը որ մի ավետարանի խոսքը, դա ես եմ որպես ովիր, դա իմ առաջնորդն է որպես եպիսկոպոս, որում պարագանությունն է շրջել աշխարհի մեջ, ոնց որ Քրիստոս ասեց գնացեք ամբողջ աշխարհ, նույնիսկ չասեց որ գնացեք Հայաստան, չասեց որ գնացեք Իսպանիա, ասեց գնացեք ամբողջ աշխարհի երկրածից։ Այսինքն եթե Աստված ինձ տված է այդ հնարավորությունը, որ ես խոսում եմ տարբեր լեզուներով, իմ բանականությունը ես ոչ թե միայն հայերին կարոզել, ոչ թե միայն հայերին հոգևոր սննդամ, այլ պետք է գնամ արաբներին, աֆրիկացիներին, իսպանացիներին, եւ սա է Քրիստոսի եկեղեցու հիմնական
ձեր մասին։ Ձեր մասին նաև Այսպես կազմում է, որ դուք դրեք որդով ունեք, ում տակ։ Երբ որ եկեղեցին ձեզ է տալիս, այն ժամանակում ևս ձեր մահացը լույնանեք փոխանցեք ուրիշին։ Եվ որ դուք այստեղ տալիս եք հոգևոր սնունդ եք ստանում, հոգևոր հաց եք ստանում, այդ հացից մի մասը պիտի առնեք տանեք ձեզ հետ, ձեր երեխաներին, ձեր հարևաններին, ձեր ընկերներին, որպեսզի իրանք գիտնան, թե ինչ քաղց է Աստված, ինչ քաղց է։ Դրա համար մենք քիչ առաջ որ շարական երկում է, ասում է մատիկ արգեր, այսինքն ողեցեք Տիրոջը եւ արեք լույսը, եւ ասում է ճաշակեցեք եւ տեսեք ինչ քաղց է։ Մենք Աստված մեզ գոչել է ինձ եւ ձեր այս երկրներին, որպեսզի մենք ճաշակենք, առնենք Աստծո լույսը, առնենք Քրիստոսի քաղցությունը, դա զգանք, բայց դա մեզ համար չպահենք, պետք չէ էգոիստ լինենք եւ դա բարենալի մեզ, այլ պիտի փոխանցենք, մարդը չգիտի եկեղեցի կանոն պատակի ինչու դա եկեղեցի կա, բայց իհարկե մենք այդ մարդուն դիասենք, որ ապեք ու այլ մի հատ եկեղեցի եւ մեզ ինչ կապցրել դեր, այլ ճաշակի եւ մեզ հոգին ինչ խաղաղություն ունի, այլ մասնակցի եւ մեզ հոգյակը ինչ խաղաղություն ունի, Աստված սիրել մեզ տված է այնպիսի քանցեր, այնպիսի բարգերներ, որոնց արժեքը մենք շատ հաճախ չգիտենք, երբեմն մենք իջնում ենք Աստված, այն ժամանակ երբ որ մենք իջնում ենք մի փորձության, մի դժվարության մեջ, ասում ենք Աստված ուր է, հասին է, եւ որ փորձյալի մեջ ամեն ինչ լավ է, դերասար է, ամեն օր առավոտը ենք ալով, դնում ենք փոխորձին ալով, ով է վաստու, դներ է իսակում, այն ժամանակ դու հարցրեցիր ես հարցը, ով Աստված դու ուր ես, ես դարձեցա, ես քո կողքին եմ, որովհետև ես քո կողքին չլինեի, եւ ես չդայի առողջություն, ես չդայի աչքի լույս, ես չդայի ստացողական աշխարհ, ու այն ժամանակ ոչ մի բան առանց ինձ չէի կարող ունենալ եւ չէի կարող անել։ Եվ ճիշտ այս է, ինչ որ Քրիստոս ուրիշ հավանական է, ասում է, որ առանց ինձ ոչ մի բան չեք կարող։ Լինի դա լավ ծրագիրն է, լինի դա, չգիտեմ, արեսիրական, չգիտեմ ծրագրեր, եւ որ ինձ որ մի բարի բան ես անում, այդ բարին Աստված է դրել, որպեսզի դու դա անես։ Եվ եթե Աստված քեզ ընտրել է այդ բարին դնելու, ուրեմն ինքը, այսինքն Աստված, քեզ դրել է այս ծրագրին որոշ դեր հասցնելու իր եկեղեցին։ Եվ ավարտի դրա համար կարող ես իսկ ասեցի, որ Աստված մեր մեջ ծրագիր ունի։ Եթե դուք այսօր եկեղեցի եկեք, ուրեմն Աստված ուզում է ձեզ ինչ-որ մի բան ասել։ Եվ եթե ձեզ մի բան ասեց, ուրեմն Աստված ուզում է ձեր մեջից ուրիշին է մի ուրիշ բան ասել։ Այնպես որ մի զրացեք եւ եք մարդկանց թող ուղղեն, որովհետեւ այն ինչ որ դուք զրացել եք, Աստծուց եք ստացել եւ պետք է դա փոխանցեք ուրիշներին, ավելի եւս չփոխեք այդ բանը,